Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմություն հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք հայոց պատմության մեջ բեկումնային մի իրադարձության մասին, որ սկիզբ բերեց հայ ազատագրական շարժմանը։ Խոսքը 1677 թվականի Սուրբ Էջմիածնի գաղտնի ժողովի մասին է, որ կազմակերպվել է Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից։ Այս ժողովը կարելի իսկապես համարել հայոց պատմության մեջ բեկումնային եւ մեր պատմության նոր շրջանի սկզբնափուլ կարելի է համարել, որովհետեւ դրվեց հստակ գաղափար եւ նպատակ, որ պետք է վերականգնել հայոց պետականությունը եւ այս նախանձախնդիր առաքելությունն իր վրա էր վերցրել հայ առաքելական եկեղեցին։ Տվյալ դեպքում կաթողիկոսի գլխավորությամբ կազմակերպվում է ժողով եւ դրվում է հստակ օրակարգ հայկական վերնախավի բոլոր շերտերի առջեւ, որ պետք է վերականգնել հայոց թագավորությունը։ Եվ այսպեսով այսօր խոսելու ենք Սուրբ Էջմիածնի գաղտնի ժողովի մասին։ Սուրբ Էջմիածնի 1677 թվականի գաղտնի ժողովի մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է ներկայացնել այն միջավայրը, որտեղ պետք է ի հայտ գար անհրաժեշտությունը կանչելու, ժողովելու այս ժողովի մասնակիցներին եւ նման օրակարգ ձևավորելու։ Բնականաբար այստեղ ասպարեզ է գալիս այն հանգամանքը, որ Հայաստանը ուշ միջնադարում դառնում է կռվի թատերաբեմ երկու հզոր կրոնապետությունների միջև, որում մուսուլման կրոնապետությունների խոսքը սուննի իսլամի կրոնապետություն Օսմանյան կայսրության եւ շիա իսլամի կրոնապետություն Սեֆյան Պարսկաստանի մասին է։ Այս երկու հզոր տերությունները 16-րդ դարի սկզբից մինչև 1639 թվական, այսինքն 1 եւ 4-րդ դար, 1 դարից ավելի միմյանց դեմ պատերազմների արդյունքում ձևավորում են Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը։ Այս քաղաքական քարտեզի մեջ Հայաստանը մասնատված է։ Նրա 80% Օսմանյան կայսրությանն է պատկանում, 20%-ը պատկանում է Սեֆյան Պարսկաստանին, եւ այս հարաբերական անդորի շրջանը ամենևին Հայաստանին դրական երանգներ չէր բերելու, որովհետեւ մասնատված, քաղաքականապես մասնատված Հայաստանը անհրաժեշտ էր գոնե հոգեվոր իմաստով միասնական պահել։ Եվ այս շրջանում հայոց կաթողիկոսներ Փիլիպոս Աղբակեցին, որը հաջողությամբ իր արչև դրված խնդիրը կատարում էր, հոգեվոր միասնության պահպանում, ինչպես որ իր արչև դրել էր նրա ուսուցիչը Մովսես Տաթևացի կաթողիկոսը, եւ նույն այս խորհուրդը նա փոխանցում է իրեն 1655 թվականին հաջորդած սանին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին։ Հակոբ Ջուղայեցին բավական հետաքրքիր անձնավորություն է։ Նա իր ծագումով, իր ծնունդով հին ջուղայից է եւ փաստորեն առևտրական միջավայրից է եւ վաղ մանկության շրջանում ստիպված էր եղել վերապրել բռնագաղթի ճանապարհը, որ տեղ էր գտել ջուղայից եւ ամբողջ արևելյան Հայաստանից դեպի Պարսկաստանի խորքերը եւ այստեղ ջուղա, արդեն նոր ջուղա ավանում, որտեղ առևտրական վերնախավը բավական մեծ ազդեցություն ուներ, այստեղ է ձևավորվում նրա պատանեկության շրջանի աշխարհայացքը, այնուհետև նա այս հայացքների կրող ելնելով միևնույն ժամանակ ազգային արժանապատվին ամբողջությամբ խորագիտակ լինելով դառնում է հոգեորականի ճանապարհին, այսինքն բռնում է հոգեորական դառնալու ճանապարհը եւ հանգամանքների բերումով աշակերտելով նախ Փիլիպոս Աղբակեցուն, այնուհետև դառնում է ամենայն հայոց կաթողիկոս։ Կաթողիկոս դառնալուց հետո Հակոբ Ջուղայեցին կատարում է մի շարք քայլեր, որոնք շարունակություն էին Փիլիպոս Աղբակեցու վերանորոգչական եւ լուսավորչական գործունեության արևելյան Հայաստանի ողջ տարածքում, բայց շուտով նա ասպարեզ է բերում համահայկական կարևորության մի քանի խնդիրներ։ Դրանցից մեկը գերատպության զանգվածային դարձնելու առաքելությունն էր, որ նա հաջողությամբ իրականացնում է, մասնավորապես հենց նա է կանգնած Ոսկան վարդապետ Երևանցու եւ մյուս տպագրիչների թիկունքում, որ պետք է նրանց առաքի եվրոպական տարբեր երկրներ տպագրական տեխնիկայի պատրաստման լավագույն հմտություններին քաջագիտակ դառնալու համար եւ ի վերջո հենց այս խումբն է, որ պետք է նախանձախնդիր լինի Ամստերդամում Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությանը եւ բազմաթիվ այլ գրքերի տպագրությանը։
Եվ հետաքրքիր է, որ ի թիվս այլ բազմաթիվ գրքերի նաև հեղինակային գրքեր են լույս տեսնում, ինչպիսին է օրինակ հայ պատմիչներից առաջին գիրքը, որ պատմիչի կենդանության օրոք է լույս տեսնում, խոսքը 1669 թվականին Առաքել պատմագրի, այսինքն Առաքել Դավրիժեցու գիրք պատմությանց երկասիրության մասին է։ Գրքի հրատարակությունից շուրջ 1 տարի անց է միայն վախճանվել նշանավոր վարդապետը։ Եվ Հակոբ Ջուղայեցին իր այս առաքելության մեջ, որ տպագրությունն է կազմակերպում եւ նաեւ այլ ձեռնարկումներ է ունենում, բավական առաջադիմական նախանձախնդրություն է դրսևորում։ Այսինքն նա չի ցանկանում հետ մնալ ժամանակաշրջանի տեխնոլոգիական առաջընթացից եւ այդ առաջընթացի գործիքակազմը արդիականացման որպես կարևոր գործիքակազմ օգտագործում է իշա ազգային ինքնության պահպանման եւ վերարտադրության եւ արդեն որպես հաջորդ քայլ, հաջորդ հանգրվան օրակարգ է բերում Հայաստանի ազատագրության հարցը եւ հայկական պետության թագավորության տեսքով հայկական պետականության վերականգնման հարցը դարձնում է օրվա հրամայական։ Սա շատ հետաքրքիր է։ Մի կողմից ամենայն հայոց կաթողիկոսը ասպարեզ է բերում թագավորության վերականգնման հարցը, բայց հաշվի առնելով վաղ միջնադարից հայկական միջավայրում աշխարհիկ եւ հոգեվոր բարձրագույն իշխանության տարանջատման սկզբունքը, որ մեզ մոտ ի սկզբանե փաստորեն արկա էր, նա չի հավակնում աշխարհիկ բարձրագույն իշխանության, այլ տալիս է ասպարեզ, որպեսի աշխարհիկ էլիտան, իդեմս տվյալ դեպքում հատկապես Սյունիքում եւ Արցախում պահպանված էլիտայի մելիքների տեսքով դառնա այդ ապագա թագավորության կրողը։ Ինչպես է այս ամենը հնարավոր լինում կազմակերպել։ Երբ խոսում ենք այն ժամանակաշրջանի մասին, երբ հայոց կաթողիկոս է դառնում Հակոբ Ջուղայեցին, պետք է նշել, որ ժամանակաշրջան Հայաստանը մտել էր փաստացի հայկական իշխանական էլիտայի մեծ մասի բացակայությամբ։ Այսինքն Հայաստանի տարածքի միայն 5-ից 7%-ն էր վերահսկվում երբեմնի այդ աշխարհիկ էլիտայի կողմից, այսինքն ավանդական աշխարհիկ էլիտան, իշխանները այժմ ներկայացված էին մելիքական իշխանությամբ, մելիք կամ մալեք բառը արաբերենից թարգմանաբար թագավոր է նշանակում եւ իրանական համակարգով այն փոխանցվել էր հայկական միջավայր եւ հենց հաստատում է իրանական արքունիքի կողմից կատարվում էր այս տիտղոսով, այսինքն նրանք կարծեք փոքր թագավոր լինեին իրենց տիրույթների սահմաններում եւ այդ տիրույթները ամենից ընդարձակ Արցախում եւ Սյունիքում էին, Ուտիքի հարավում էին, մասամբ Լոռիում, Արևմտյան Հայաստանում պահպանվել էին առանձին հատվածներում Մոքսում, Շատախում, Տուժիկում, նաեւ Լեռնային Սասունում, իսկ արդեն Կիլիկիայի տարածքում Ուլնիայի գավառակում, այսինքն Զեյթունի հատվածում էր։ Այսինքն Հայաստանի տարբեր հատվածներում կային այդ երբեմնի իշխանական համակարգի փշրանքներ, բայց դրանք կենտրոնացված չէին եւ չունեին ընդհանուր աստիճանակարգային, այսինքն հիերարխիկ համակարգ, չկար ընդհանուր պետ, չկար նրանց միջև կապ ընդհանրական։ Եվ քանի որ մենք գործ ունենք մի ժամանակաշրջանի հետ, երբ միջնադարից անցում էր կատարվում նոր ժամանակաշրջանին, կապիտալիստական առևտրատնտեսական հարաբերությունները այս շրջանում կարևորագույն նշանակություն ունեին։ Եվ այս ամենի արդյունքում մեջտեղ է գալիս նոր աշխարհիկ էլիտա։ Դա հայության մեջ ներկայացված էր առևտրական վերնախավի միջոցով։ Խոսքը նախ եւ առաջ նոր ջուղայի առևտրական վերնախավի մասին է։ Այստեղ նոր ջուղայի առևտրականները ստեղծել են նույնիսկ ընդհանուր կառույց, ընդհանուր կազմակերպություն, որն ուներ սեփական բարոյական ներքին մեխանիզմները եւ դրա շնորհիվ նաեւ մեծ համբավ ուներ միջազգային առևտրում։ Նրանք արևելք-արևմուտք միջազգային առևտրի միջնորդներն էին։ Կարողանում էին ըստ արժանվույն ներկայանալի լինել թե քրիստոնեական եւ թե մուսուլմանական միջավայրում, գիտեին լեզուներ թե արևելյան եւ թե արևմտյան, կարողանում էին հաղորդակցվել երկու կողմերում էլ անհրաժեշտ վարք ու բարքով, վարք ու կանոնով եւ այս առումով այս վարքականոնի իմացությունը, լեզուների իմացությունը եւ մնացած գործոնները առևտրում հմուտ լինելը, էթիկայի պահպանումը, բարոյականության սկզբունքների հստակ համակարգը հնարավորություն էին տալիս, որ նրանք իսկապես ոչ միայն մեծ դեր ունենան տարանցիկ միջազգային առևտրում, այլ նաեւ կուտակեն հսկայական նյութական միջոցներ։ Ստացվում է, որ մենք ունենք հին միջնադարից եկող աշխարհիկ էլիտայի փշրանքներ, մելիքների տեսքով, որոնք չունեն կենտրոնացված իշխանություն, եւ նաեւ ունենք աշխարհիկ նոր էլիտա,
ովքեր որ ունենալով հսկայական նյութական կարողություններ, այնուամենայնիվ բուն Հայաստանի տարածքում չունեն ժառանգական հողատիրություն եւ նաեւ հայկական ավանդական միջավայրում նրանք դեռևս չունեն համահայկական նշանակություն։ Հիմա ո՞րն է այս երկու էլիտայի հին եւ նոր աշխարհիկ էլիտաների կողքին ավանդական էլիտայի շերտը։ Բնականաբար խոսքը տվյալ ժամանակաշրջանի հայ մտավորականություն իբրև ներկայացող հայ հոգեորականության մասին է։ Նրանք ունեն շատ կարևոր առավելություն էլիտայի այս երկու շերտերի նկատմամբ։ Առաջինն այն է, որ նրանք ներկայացված են հայկական բոլոր համայնքներում, այսինքն հայկական յուրաքանչյուր բնակավայրում, թե մայր հողում, թե սփյուռքում անպայման գործող եկեղեցի կար եւ այդ եկեղեցում կար հոգեվորական, որն ուներ թե խնամատարության գործառույթներ, այսինքն սոցիալական ապահովության որոշակի գործառույթներ, եւ որ ամենակարևորն է լուսավորության, այսինքն կրթական գործի կազմակերպման կարևորագույն գործառույթ ուներ։ Այս ամենը բնականաբար նրանց հոգևոր սպասավորության հետ եւ նրանց գլխավոր առաքելության, այսինքն մարդկանց դեպի հոգու փրկություն ապահովելու ուղղորդելու ճանապարհին իրենց հոգևոր ծառայությանը զուգընթաց էր։ Եվ ինչպես որ ժամանակին Սուրբ Մեսրոպ Վարդապետի, այսինքն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պարագայում էր նրա գավազանը արտահայտում միևնույն ժամանակ թե ազգային լուսավորություն եւ թե հոգու փրկության ուղղորդում, այս գործը արդեն 17-րդ դարի իրողությունների պայմաններում հենց իսկապես արտահայտում էր, թե ինչով է զբաղվում հայ հոգեորական, այսինքն հենց սա էր հստակ արտահայտում հայ հոգեորականի առօրյայի մեջ։ Դա էր հայ հոգեորականի առօրյան։ Մյուս կարևոր առավելությունը եկեղեցու եւ հոգեորականության պարագայում այն է, որ այն ի տարբերություն աշխարհիկ երկու հին եւ նոր շերտերի, այդ էլիտաների շերտերի, այն ուներ ընդհանուր նվիրապետական համակարգ, այսինքն ընդհանուր վարչական կառույց, որի գլխին կա ամենայն հայոց կաթողիկոս։ Սա չափազանց կարևոր է, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը ընկալվում էր իբրև հայոց ազգապետ թե ներսում եւ թե օտարների կողմից, պատահական չէ, նույնիսկ օսմանյան աղբյուրներում կոչում էին ամենայն հայոց կաթողիկոսին խալիֆա տիտղոսով, այսինքն աշխարհիկ եւ հոգեոր իշխանություն ունեցող անձի տեսքով, եւ այս պարագայում ստացվում է, որ նա նաեւ ունի լեգիտիմություն, այսինքն նա այն անձնավորությունն է, ով կենտրոնացված վարչական պաշտոնեությամբ, այսինքն նվիրապետական ամբողջ կառույցով կարող է կազմակերպել միևնույն ժամանակ ցանցային փաստորեն եկեղեցական այդ համակարգի կողմից ընդհանուր գործողություններ։ Այս ընդհանուր գործողությունները արտահայտվելու են ոչ միայն հոգևոր սպասավորությունը փոխանցելով, այսինքն հայ եկեղեցու վարդապետությունը տեղ հասցնելով, հայոց այբուբենի ուսուցումն ապահովելով, պատմական հիշողությունը վերարտադրելով, փոխանցելով անընդհատ իբրև սրբազան գիտելիք հայության բոլոր սերունդների համար եւ բոլոր բնակավայրում, այլ նաեւ լեգիտիմություն էր տրվում, որպեսզի ամենայն հայոց կաթողիկոսը մեկտեղի էլիտայի բոլոր շերտերին։ Եվ Հակոբ 4-րդ Ջուղայեցի կաթողիկոսը դառնում է այն անձնավորությունը, ով կարողանում է դա անել։ Ընդ որում նրա մտածողության մեջ, ինչպես տեսանք, կա մի փոքր առևտրական վերնախավից տարր։ Միևնույն ժամանակ նա լինելով ավանդական հոգևոր հաստատության ղեկավարը, այսինքն ամենայն հայոց կաթողիկոսը իր պահպանողական, ազգային պահպանողական տեսանկյունից բնականաբար կարևորում է մելիքական ինստիտուտը, այսինքն մեր ավանդական աշխարհիկ մելիքությունների, իշխանությունների համակարգը նրա համար շատ կարևոր է, դա երբեմնի հայոց թագավորության փաստորեն փշրանքների արտահայտությունն է եւ հետեւաբար նա լեգիտիմ գործիքակազմով պետք է այս բոլորին հավաքի։ Նա մի կողմից այս ամենին մեկտեղողն է, մյուս կողմից նա բոլոր շերտերի մտածողությանը տիրապետողն է։ Հետևաբար ավելի հրաշալի հնարավորություն, քան այս անձնավորության գահակալությունն ու գործունեությունները դժվար է պատկերացնել։ Եվ խնդրեմ, նա օգտվելով իր լեգիտիմ գործիքակազմից, հեղինակությունից եւ այն իշխանությունից, որ նրան փաստորեն շնորհվել է կաթողիկոսական ձեռնադրմամբ եւ օծմամբ, 1677 թվականի սկզբին նախաձեռնում է մի ժողով, որը պետք է հայոց պատմության մեջ բեկման սկիզբը լինի։ Նա մեկտեղում է Սուրբ Էջմիածնի մայր տաճարում հայոց վերնախավի 3 շերտերին եւ ինչպես իր իսկ նամակագրությունից է պարզ դառնում եւ հետագայում արդեն
Հովհան Վիլհելմի հետ նամակագրությունը, Իսրայելորու բանակցություններ եւ այլն 12 ժողովականներ են մասնակցել, որոնցից կոնկրետ աշխարհիկ վերնախավի ներկայացուցիչներից 3-ի անունն է անվանապես պահպանվել։ Եվ այստեղ հստակ նա դնում է հրամայական օրակարգ բոլորի առջև, որ պետք է այդ շերտերը միախմբվեն համատեղ ջանքերով նախատեսեն աշխատանք թագավորության վերականգնման ուղղությամբ։ Մտավոր ռեսուրսը ցանցային համակարգ է, միևնույն ժամանակ ընդհանուր վարչական պաշտոնեությամբ կենտրոնացված համակարգը եկեղեցու այդ հիերարխիան պետք է աշխատեր իշահ կազմակերպչական աշխատանքների, մյուս կողմից պետք է նյութական միջոցները այստեղ ներդրվեին խոջայական, այսինքն առևտրական վերնախավի կողմից եւ իշխանները պետք է իբրև երբեմնի հայոց թագավորության գաղափարի պահապաններ եւ փշրանքներ արդեն դառնային նոր ստեղծվելիք, վերականգնվելիք թագավորության հենց առաջամարտիկները։ Նրանք կարող է եւ ինչ որ իրավիճակներում ստիպված լինեին իրենց թեկուզ սահմանափակ, բայց հողատիրության հնարավորություններից օգտվել, չէ՞ որ նրանք տեղերում ժառանգական հողատիրություն էին պահպանել։ Օրինակ Արցախի ամբողջ տարածքը Արցախի մելիքների կողմից ժառանգաբար հորից ավագ որդի էր փոխանցվում։ Այդտեղի բնակչությունը ազատված էր այն տաժանակիր հարկերից, որ այլ վայրերի հայերը վճարում էին իբրև ոչ մուսուլմաններ, այսինքն Արցախի հայերը ոչ իրավազուր քպատակ չէին համարվում, նրանք գլխահարկ չէին վճարում եւ ազատորեն պահպանում էին իրենց դավանանքի ազատությունը, աշխատանքային ազատ հնարավորությունները, որ ընձեռում էր նրանց պահպանված մելիքական հայկական իշխանությունների համակարգը։ Նրանք ենթակա էին իրենց մելիքներին, հարկ եղած դեպքում կարող էին իբրև կռվող ուժ աշխարհազոր ծառայել նրա համար, իսկ մելիքը իր մշտական կայազորով նրանց աշխատանքային եւ սոցիալական ապահովությունը պետք է ապահովեր եւ անվտանգությունը հնարավոր ասպատակություններից։ Եվ պատահական չէ, որ մելիքները ձգտում էին, որ շահական արքունիքը ճանաչեր նրանց իրավունքները ամեն անգամ, երբ տեղի էր ունենում սերնդափոխություն։ Եվ անգամ այդ սերնդափոխությունը եթե լինում էր արքունիքում պարսկական, եւս անհրաժեշտություն էր առաջանում նման խնդրանքով դիմելու եւ վերահաստատում ստանալու։ Այսինքն հիմա նաեւ այս վերնախավը պետք է գիտակցում ունենար, որ պետք է հարկ եղած դեպքում անգամ նաեւ զինված մասնակցություն ունենա թագավորության վերականգնման հարցում։ Այստեղ օրակարգը շատ հստակ է։ Պետք է վերականգնել թագավորություն, այսինքն նոր եւ նորագույն շրջանում պետականություն վերստին ունենալու գաղափարի հեղինակը եւ օրակարգային հարց դարձնողը եւս մեկ անգամ հայոց պատմության մեջ տեսնում ենք, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին է ի դեմս իր նվիրապետական կառույցի բարձրագույն իշխանության ամենայն հայոց կաթողիկոսության եւ տվյալ դեպքում այն գլխավորող Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը։ Այստեղ պետք է շեշտել, որ կաթողիկոսը ինքը չի հավակնում թագավորական իշխանության եւ ձևավորում է պատվիրակություն, որը պետք է նախնական նամակագրությունից հետո մեկնի բանակցությունների։ Այստեղ ֆիքսվում է, որ նամակագրություն կատարելուց հետո մասնավորապես Հռոմի Ալեքսանդր 7-րդ պապի, Ավստրիայի Լեոպոլդ առաջին կայսեր, նաեւ վրաց թագավոր Քարթլեի թագավոր Գեորգի 11-րդի հետ նամակագրությունից հետո պետք է նախ այցելել Վրաստան, այստեղ ընդհանուր պայքարի օրակարգ ձևավորելու ինչ որ քայլեր ձեռնարկել եւ ապա մեկնել արդեն պատվիրակությամբ դեպի Եվրոպա։ Վրաստանում տեսնում ենք 6 հոգանոց պատվիրակության ժամանում եւ այս պատվիրակությունը ղեկավարում էր կաթողիկոսն անձամբ, բանակցություններն այնպիսի հետաքրքիր ընթացք են ստանում, որ առաջին անգամ հայոց կաթողիկոսը նամակով դիմում է հայաստագրական պատմության մեջ, հայաստագրական պայքարի պատմության մեջ առաջին անգամ նաեւ Ռուսաստանի ղեկավարին, խոսքը Ալեքսեյ Միխայլովիչ Ցարի մասին է, որը Պյոտրի հայրն էր, ապագա Պյոտր Մեծ առաջին կայսեր, ռուսական կայսրության առաջին կայսեր հայրն էր։ Բայց հայաստագրական շարժման ղեկավարությունը եւ անձամբ Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Ռուսաստանին դիտարկում էին ավելի շատ իբրև Վրաստանի գործընկեր, իսկ մենք պետք է աշխատեինք արևմտաեվրոպական ուղղությամբ եւ հենց այս պատճառով արդեն նրա ղեկավարած պատվիրակությունը մեկնում է Օսմանյան կայսրության արևմտահայկական հողերի տարածքով, լինում է Կարինում, նույնիսկ Ամիդում եւ նաեւ Սևծովյան առափնյա շրջաններով, Տրապիզոնով անցնելով եւ նաեւ այլ տարածքներով ի վերջո երկարատև շրջագայությունից հետո հասնում է Կոստանդնուպոլիս, որտեղից պետք է մեկներ
արդեն Եվրոպա բանակցությունները շարունակելու։ Այստեղ նա մի շարք պատվիրակությունների հետ է հանդիպում, մասնավորապես պապական պատվիրակի հետ է հանդիպում, քննարկում այն հարցը, որ պետք է մեկնի Հռոմ անձամբ այնտեղ Հռոմի պապի հետ բանակցելու հնարավոր արշավանք դեպի Հայաստան քրիստոնյա երկրների դաշինքով կազմակերպելու հարցը։ Եվ ինչպես պատկերացնում էր կաթողիկոսը, մուսուլմանական պետությունների լծից Հայաստանը պետք է ազատագրվեր եւ այդտեղ որոշակի դերակատարություն պետք է ունենային իրենք հայերը, իրենց ռեսուրսով, իրենց մասնակցությամբ եւ այն հրատարակչական գործերը, որ նա նախաձեռնել էր, կարծեք գաղափարական նախապատրաստության հիմքն էին հենց դառնում։ Պատահական չէ, որ դեռ շատ վաղուց 1677 թվականից 15 տարի առաջ 1662-ին նա առաքել Բոկոտեն շնավոր վարդապետին ուղարկել էր, որպեսզի նա բանակցություններ վարեր նախապատրաստելու այս գործընթացները, այսինքն խնդիր էր դրված նույնիսկ եթե մենք նայում ենք Ամստերդամի եւ եվրոպական այլ ուղղություններով աստորեն ոսկան Երևանցու խմբի գործնեության ուղղությամբ, նույնիսկ նրանց արժեվ խնդիր էր դրվել Հայաստանի ազատագրության հարցում դրական մոտեցումներ եվրոպական էլիտայի մոտ ձևավորելու։ Այսինքն ամեն տեղ տեսնում ենք այս կարևոր ուղղությունը, որ կա հայոց կաթողիկոսի գործնեության մեջ։ Եվ հաջորդ հանգրվանը այստեղ տեսնում ենք, որ Կոստանդնուպոլսի հայ մեծատունների հետ հանդիպումների շրջանակում նաև կարևոր է լինում նվիրապետական մյուս աթոռների, գահակալների հետ հանդիպումը, մասնավորապես Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքների հետ են հանդիպումներ լինում եւ այստեղ շեշտվում է այս նույն կամքի դրսևորումը այս հարցում, ինչ որ դրվել էր Էջմիածնի ժողովի հիմքում։ Որպես այս ամենի շարունակություն ֆիքսվում է նաև այն հանգամանքը, որ առաջին անգամ Լեհաստանի արքա Ռեջ Պոսպոլիտա էր ժամանակ կոչվում Լեհ Լիտվական Միացյալ Պետությունը, Ռեջ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ նամակագրություն է կազմակերպում եւ սրա խորհրդատու, որ նման նամակագրություն հաստատվի, պոլսահայ նշանավոր գործիչ, նաև պատմագիր Երեմիա Չելեպի Քյոմուրճյանն էր։ Նամակագրությունը բավական հաջող ընթացք էր ստացել, պատրաստակամություն կար Հայաստանի ազատագրության հարցում որոշակի համագործակցության եւ Յան Սոբեսկի նաև այն անձնավորությունն է, որ հետո արդեն տարիներ անց 1683 թվականին պետք է փրկի Վիեննան թուրքական գրավումից, երբ թիկունքից թուրքական ահռելի զորքերի վրա հարձակվելով պաշարված Վիեննան փրկում է շրջապատումից։ Երբ թվում էր, որ ամեն ինչ հրաշալի է ընթանում եւ արդեն կաթողիկոսը Կոստանդնուպոլսից պետք է առաջ շարժվի եւ Հայաստանի ազատագրության օրակարգը դնի գործնական ռելսերի վրա, այդ ժամանակ տեղի ունենում անսպասելի իրադարձություն։ 1680 թվականի օգոստոսին հայոց կաթողիկոսը անսպասելի հանկարծամահ է լինում Կոստանդնուպոլսում եւ պատվիրակությունը պարզապես ցրվում է։ Մի մասը վերադառնում է Հայաստան եւ միայն մեկ ներկայացուցիչ Սիսիանի Մելիք Իսրայելի որդի Իսրայելը, ապագա Իսրայել օրին շարունակում է իր ճանապարհը նախ Եվրոպայում կրթություն ստանալու նպատակով եւ այնուհետեւ 1699 թվականին նա ծրագրային հիմքի վրա է դնում Հայաստանի ազատագրության խնդիրը։ Բայց այս ծրագրային հիմքի նախապատրաստումը եւ հստակ ուղենիշների գծումը բնականաբար Հակոբ 4-րդ ճյուղայեցու շնորհիվ է։ Խորհրդային տարիներին բոլորին հայտնի էր Իսրայել օրու կերպարը։ Պատմության դասագրքերում այն ժամանակ առարկան կոչվում էր հայ ժողովրդի պատմություն, պատմության դասագրքերում շեշտվում էր Իսրայել օրու գործունեությունը եւ հաճախ նշվում էր, որ նա է հենց Հայաստանի ազատագրության հարցը բերել գործնական հողի վրա։ Բայց ցավոք չէր շեշտվում, թե ով է այս ամբողջ գործընթացի նախաձեռնողը եղել։ Եվ քանի որ այս պարագային գործ ենք ունեցել կաթողիկոսի հետ, խորհրդային շրջանում բնականաբար նախընտրելի չի եղել շեշտել այս կարևոր հանգամանքը։ Սակայն մերօրյա սերունդները պարտավոր են հիշել Հակոբ 4-րդ ճյուղայեցու անունը իբրև մարդու, ով որ ժամանակակից հայկական պետականության գաղափարի հեղինակն է։ Ճիշտ է, ժամանակաշրջանի իր պատկերացումների համաձայն նա պատկերացնում էր թագավորության վերականգնում, այսինքն միապետության վերականգնում, բայց հետագայում հենց նրա գործունեության հողի վրա, այսինքն Արևելյան Հայաստանի տարածքում է, որ պետք է վերականգնվի հայոց պետականությունը, բայց արդեն լիովին այլ տեսքով, հանրապետության տեսքով 1918 թվականին։ Այնուամենայնիվ
դրա առաջին սյուները, գաղափարական սյուները եւ գործնական առաջին քայլերը հենց Հակոբ 4-րդ ջուղայեցու կողմից են դրվել։ Իսկ այսօրվա մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմություն հաղորդաշարի եթերում։ Ցտեսություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։